Իսկ դու ակնկալիքներ ունեք, որ ընդհանրապես կհասնի այդ շտապ օգնությունը։ Բարև ձեզ, ներողություն մի բան հարցնում, էլի։ Մենք աշտարակում ենք հիմա գտնվում, եթե Երևանի շտապ օգնություն ենք կանչում, ինչքան ժամանակում է գալի եւ ինչ կարժենա։ Աշտարակի հիվանդանոցում եք։ Հա։ Հիվանդանոցից բժիշկը պետքա կանչտա, եթե տա կանչը եւ հիմնավորի որ պետք անպայման Երևանից գա, Ահա։ այս ժամանակ գումարը կարամ իմանամ ինչքան է։ Ну մոտավորապես եթե պայմանականորեն 20 կիլոմետր է, ընդհանրապես միջինացված ինչ գումարի մասին է խոսք գնում։ Այդտեղ տարբեր է ասում, մինչև 5 կիլոմետր այդքան է, մինչև 10 այդքան է։ Ուզում եք իմաստույք իմանամ աշտարակ։ Մի հատ աշտարակը ստույգ եթե հնարավոր է, ես կապի մեջ մնամ։ Հա։ Մի վարքան սպասեք։ Շատ բարի։ Սպասենք պատասխանի մեր հայրենակիցը։ Այո, լսում եմ ձեզ։ Ասում է Երևանից աշտարակ չի գնալու, ընդեղից պետք է, եթե ստեղից են տանում, այդ ժամանակ վճարը գիտենք, իսկ աշտարակից բրիգադը բերելու մերը տարբեր է գները։ Ну միջինացված ինչ որ գին չկա, որ պատկերացնենք ինչի մասին է, էլի խոսքը, հետագայում ավելորդ խնդիրների մեջ չհայտնվենք։ Մի վարքան։ Դե չգիտեն, էլի։ Փաստացի մեր հայրենակիցները չեն կարողանում իրանց գործառույթները ճիշտ կիրառել։ Եթե վթարի հետևանքում օրինակ հայտնված լներ հիվանդ է, հիմա մահացած կլներ, էլի։ Ալո, Այո, լսում եմ ձեզ։ 24,000-ը։ Եղավ, շնորհակալություն։ Խնդրեմ։ Մերսի։ Խնդրեմ, սիրելի հայրենակիցներ, այսինքն Երևանից եթե հիվանդին տեղափոխում ես աշտարակ կամ թեկուզ հակառակը, միջինացված ունենք 24000 դրամ սակագին։ 24000 դրամ եթե մարդը չունի, կարա ուղակի մանա, 24000 դրամ եթե ներկա պահին այդ մարդը վճարունակ չի, ուղակի չի կարող օգտվել եւ շտապ օգնությունից եւ հիվանդանոցային ծառայություններից եւ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունն է, անվտանգությունն է, խաղաղությունն է, բարելավել է մարդկանց կյանքը, մարդիկ ավելի լավ են ապրում եւ այսպես շարունակ։ Այն միֆերը, որ Նիկոլ Փաշինյանը ունի, հերթական անգամ մենք այդ միֆերից մեկը բացահայտեցինք, որ ձեր ներկայությամբ է եղել զանգահարել ենք, մարդիկ 24000 դրամ սակագին են պահանջում, որպեսզի շտապ օգնությունը գա եւ շտապ օգնի, այսինքն եթե դու այդ գումարը չունես, քեզ հնարավոր չի որ շտապ օգնությունը գա ու ընդհանրապես փորձի շտապ օգնի։ Եթե դու այդ գումարը չպարտավորվես վճարես, կարող ես ուղակի զրկվել կյանքից եւ այսպես շարունակ։